Այսօր խոսալու ենք այն հիմնական սխալների մասին, որոնք որ իրենց թույլ են տալիս սկսնակ եւ ոչ այդքան վարորդները ձմեռային պայմաններում։ Անպայման նայեք վիդեոն մինչև վերջ, որովհետեւ հաստատ կգտնեք գոնե մի բան, որը որ դուք սխալ եք արել կամ անում անգամ մինչև հիմա։ Իսկ դուք գտնվում եք Քարանկյուն ալիքում, ես Անանյանն եմ, սկսեցինք։ Սկսելու ենք ամենատարրական եւ բազային բաներից ու հասնենք նես դժվար ֆունդամենտալ սխալների, որոնք որ կարծրացած է Հայաստանում շատ երկար տարիներում մարդիկ տենցել գնալով անում են ու շարունակելու են անեն, եթե չտեսնեն այս վիդեոն։ Ամենաառաջին բազային սխալը, որ մարդիկ անում են, այդ կտրուկ արգելակելը կամ կտրուկ գազ տալնա ձմեռային ցաղած պայմաններում։ Մենք բոլորս ունենք ինքնապաշտպանական ռեֆլեքսներ ու շատ լավ հասկանում ենք, որ երբ որ մեքենայի դիմացը գալիս է ուրիշ մեքենա, պետք է մենք կտրուկ մանևրենք, ինչ ենք անում, տոռմուզ ենք տալիս, դա մեր ամենաառաջին բնական ռեակցիան է։ Սակայն սաղուցի պայմաններում այդ գործում է լրիվ հակառակ պրինցիպով։ Երբ որ մենք սաղուցի վրա տալիս ենք կտրուկ տոռմուզ, մեքենայի ակերը կանգնում են ամբողջովին եւ դրա հետևանքով մեքենան ուղղակի սկսում է սահել մի ուղղությամբ։ Եթե սաղացա, պետք է ուղղակի ձեզ սովորացնենք, որ հնարավորինս բոլոր դեպքերում պետք է փորձենք մանևրել եւ գնալ կողք կտրուկ արգելակումից խուսափելու նպատակով կտրուկ արգելակումը ուղղակի հանգեցնելու է մեքենայի բոլոր անիվների բլոկ լինելու եւ մեքենան գմբ Լոգիկ նույնը կարելի է ասել նաև կտրուկ գազ տալու հետ կապված, հատկապես այդ բնորոշ հետևի քաշող ունեցող մեքենաներին, կտրուկ վազանց կատարելու ժամանակ կամ կտրուկ մանևր անելու ժամանակ, երբ որ դուք ուղղակի արագ սխում եք աքսելերատորի կոճակը, մեքենան սկսում է արագանալ, լավագույն դեպքում դուք ուղղակի ձեր կանգնած տեղից ոչ միտեղ չեք շարժվի, իսկ վատագույն դեպքում, եթե առավելևս մեքենան հետև քաշող է, կարող է ուղղակի մեքենան պտտվի լրիվ հակառակ ուղղությամբ ու գնանից, ոնց որ դուք ընդհանրապես չէիք պլանավորել։ Դուք հիմա արդեն մտածում եք, լավ, դե ես ինչ բազային բաներ խոսում եք, եք անցնենք առաջ, գնանք ավելի հետաքրքիր վիդեո նայենք, բայց մենք անցնում ենք հաջորդ մակարդակի խնդրին, որը շատ ավելի փորձառու վարորդներ են իրենց թույլ տալիս։ Եկեք երկու կետը միավորենք իրար ու միանգամից ասենք, առաջինը դա մեքենայի վրայի ձյունը ամբողջովին սառույցի ժամանակ մաքրելն է եւ հաջորդ կետը դա մեքենայի տակի սառույցները չպոկելն է։ Երկու դեպքերում մենք ունենում ենք հետագայում մեքենայի ներկի հետ կապված խնդիրներ։ Առաջին դեպքում մենք, եթե ամբողջ ձմեռվա ընթացքում ոնց որ հայերն են անում, վերցնենք ավելով, այսինքն սիրուն մաքուր մաքրենք մեր մեքենան այնքան միջև ինքը շողշող է, գարնանը ձնծաղիկների նման բացվելու են նաև մեր մեքենայի վրայի բոլոր խազերը եւ մենք տեսնել ենք, որ մեր մեքենան լրիվ խազված է ծայրը ի ծայր եւ տանելու ենք մեքենան բարեգովկա անելու։ Եվ իհարկե սառույցները մեքենայի վրայից չպոկելը։ Ոչ մեկից հաճելի չի առավոտը գալ սառած մեքենայի վրայից սկսել սառույցները պոկել։ Ոչ եմ սիրում ես այս ամենօրյա գործընթացը։ Քացով խփել ավտոին ու այդ նման բաները ոչ մեկից հաճելի չի, բայց այդ սառույցը մեքենայի տակ մնալու պայմաններում հետագայում թե բերում է խնդիրներ նա որ ձեր մեքենայի պատվիսկայի խոդը քչանում է, ինչի հետևանքով դու շատ տեղեր խփելու եք մեքենան այնտեղ որտեղ չէիք խփի սովորական պայմաններում, որտեղ պատկերացեք այդ սառույցը ձեր մեքենան հավելյալ իջացնում է եւ ամեն դեպքում այդ հարվածը գալիս է ձեր մեքենայի պատվիսկային եւ նաեւ մենք ունենք նա որ այդ աղերից եւ այդ ամեն ինչից մեքենայի տակը սկսելու է փտել, որտեղ այդ ամեն ինչը վերջ-վերջը ջուր է եւ այդ ամեն ինչը ձեր մետաղի վրա շատ վատ է ազդելու ու ուղղակի զգուշ եղեք եւ շատ ուշադիր եղեք թե ոնց եք դուք ձեր մեքենայի ներքին վերաբերվում ձմռանը։ Ձեր մոտ կարևոր կետել եմ ուզում անդրադառնամ, ես ասացի լվալու մասին, հիմա շատերը կգրեն կոմենտներում վայ մեքենան լվալը ոնց կարելի է ձմռանը մեքենան լվալ, այո, եկեք մի կերպ հստակ հասկանանք, եթե դուք մեքենան պահում եք դոքսի պայմաններում, բնավորություն ունեիք ամառները տանել մեքենան 3 օր սիրուն լվալ, տանել գիշերները կանգնեցնել առավոտը սիրուն մեքենայով գնալ գործի, կարճ ասած անպայման մեքենան պետք է իդեալական լավ չորացնել ու հնարավորությունների պայմաններում բնականաբար պահել ավտոտնակում մեքենան լվալուց հետո գոնե մի քանի ժամը։ Հաջորդ մակարդակից արդեն սկսվում է հետաքրքիրը, այստեղ արդեն լիքը վիճաբանություններ են լինելու, որովհետև մինչ օրս շատ մարդիկ ասում են, որ սա ճիշտ է, սա շատ մարդիկ ասում են, սա սխալ է։ Մեքենայի տաքացնելը չի կարելի ուղղակի նստել ծառը մեքենան, դնել դրայվ եւ քշել, սակայն շատերը չգիտեն, որ մեքենան նաև չի կարելի շատ երկար թողել, որպեսզի մեքենան տաքանա։ Եթե մեքենան թողենք ոնց որ 15-20 րոպե տաքանա, սպասի մեզ մենք որ մտնենք ներս արդեն լրիվ բանյա լինի, մենք միանգամից կոկկան հանենք ու կիսաթև մայկայով գնանք գործի,
Մեքենան ուղղակի շատ երկար ժամանակ աշխատելու է խալս տղաբագոտների վրա, ինչը հանգեցնելու է նրան, որ թե մոտոժամեր են ավելանալու մեքենայի վրա, վիդեո կբացի, որի մեջ ես ավելի մանրամասն խոսում եմ մոտոժամերի մասին, ուղղակի կավելանա մեքենայի մոտոժամերը, ուղղակի մեքենայի մաշվածքը կշատանա եւ դրանից դուք առանձնապես չեք շահի։ Ստեղ է ձեր համար միացած սիրուն տաբլիցա կդնեմ, թե ինչքան ժամանակ է պետք, ինչ տեմպերատուրայի ժամանակ մոտավորապես մեքենան տաքացնել։ Մեկ էլ շատ կարևոր, դիզելներին սա չի վերաբերվում, դիզելները ուրիշ պրինցիպով են աշխատում, Հայաստանում 15-20 հատ դիզելով մեքենա կա, եկեք իրանց համար, եթե ուզում եք գրեք առանձին վիդեո նկարենք։ Ոնց է իդեպ sense ֆորմատը ժողովուրդ։ Մենք փորձեցինք խոսակցական վիդեոներ անենք, փորձեցինք լայվ ֆորմատի վիդեոներ անենք, հիմա sense ուսուցողական վիդեոներ ենք անում, որպեսզի կիսվենք փորձով շատ քիչ փորձ ունեցող մարդկանց հետ, ովքեր որ նոր սկսում են իրաց մեքենա քշելը ու շատ բաներ չգիտեն ու որոշ դեպքերում մտածում են դե լավ դե պապը սենց ասե, հարևանը սենց ասե, քշենք սենց, բայց մենք փորձենք մի փոքր ավելի ռեալ փորձի վրա հիմնված ինֆորմացիա տանք, ոնց է վերաբերվում սրան, նորմալ գրեք կոմենտներում։ Մինչև մեր ամենախնդրահարույց թեմային անդրադառնալը, ուզում եմ միացած բոնուսային կետ ասեմ, եկեք ուղղակի սենց ոնց որ ընդհանրացրած ասենք այդ TikTok-յան լայվ խակերից զգուշ օգտվեք ձմռանը, այն ամենապոպուլարներից, որ մի անգամից մտքից գալիս է, որ սս վերցնում են այդ երգման ջրով ցելոֆանից պակետ սկսում են լաբավոր ապակի վրով անել, որ ինքը հալածնի, ես իմ սարուցը չմնա վրան։ Այս դուք փորձել եք գոնե մի անգամ, դուք ֆիզիկայից եթե մի քիչ լավ եք, պատկերացնում եք այդ մոտավորապես ինչին պետք է բերի։ Տակը սարը խառնում են մի անգամից ու Ես եմ ուզում ինձ վստահել, ոնց որ TikTok-ի վիդեոներին եմ վստահում, էլի մեկը ասում է վեկալ եք երգման ջուրը լցեք լաբավորի վրա, մարդիկ վերցնում են տոննաներով լցնում են։ Լավ переходեր։ Օրը փոխվեց, շոուը փոխվեց, բայց այդ կարևոր չի, ուղղակի տեխնիկական խնդիրն է։ Շարունակում ենք եւ հասնում ենք վերջին կետին, որը կոնկրետ դառնալու է կոմենտներում բումի պատճառ, ես դրանում անգամ չեմ էլ կասկածում։ Խոսքը նրա մասին է, թե ինչքան բենզին պետք է լինի գազով մեքենայի մեջ ձմռանը։ Վստահ եմ մեծամասնությունդ երբևէ անգամ չեք էլ մտածել դրա մասին, դե հիմա գազով մեքենա է, գազով քշում ենք, օքեյ լավ ընդեղնես 1 լիտր 2 լիտր բենզին ունենանք, բայց ձմռանը բոլոր մեքենաները ժամանակակից, որոնք որ ինժեկտորային շարժիչ ունեն, հիմնականում իրաց գազը նաստրոյկայի արածնենց, որ տաքանալուց հետո նոր մեքենան փոխի սկսի աշխատել գազով։ Բնականաբար համարը դուք դա չեք զգում, գալիս եք տեսնում եք խոդ եք տալիս բուկվալի մի վայրկյան հետո, ասենց կամ մի րոպե հետո ծկ ձենա գալիս ու մեքենան սկսում է աշխատել արդեն գազով, իսկ ձմռանը դա կարող է դառնալ լուրջ խնդիր, որովհետև հատկապես եթե դուք նոր եք սկսում մեքենա քշել, հատկապես եթե դուք նոր եք գնել մեքենան, չգիտեք ինչպես է նաստրոյկա արածը գազը եւ մեքենայի մեջ քիչ բենզին եք պահում, չզարմանաք, որ մի գեղեցիկ օր, ուղղակի քշեք մեքենան, մտածեք, որ ինքը արդեն վաղուց աշխատում է գազով, բայց ձեր բենզինը վերջանա եւ դուք մնաք կանգնած փողոցում։ Այսօրվա համար ես նախապատրաստել եմ այսքանը, հուսով եմ ձեզ դուր եկավ նման տիպի ինչ-որ սովորացնող, ինչ-որ բան հասկացնող վիդեոները։ Այս տարվա համար մեծ շատ լուրջ նպատակ եմ դրել, Երվանդ Ղարիբյանին հիշում եք։ Հա, հենց այդ Երվանդ Ղարիբյանին։ Այս վերջերս ես տեսա, որ ինքը պարզվում է YouTube-ով ալիք ունի, ու ունենք ինչքան պատվիշիկ ունի այդ մարդը։ Այս տարվա իմ նպատակն է Երվանդ Ղարիբյանին պատվիսկաներով աբգոն անել ու դառնալ, եկեք չեմ դառնա Հայաստանի top 1 обзорներ նկարողը, բայց այդ էլ ամեն ինչը կլինի։ Կարծես ասած օգնեք ինձ իմ այդ նպատակին հասնելու համար, եկեք անցնենք Երվանդ Ղարիբյանին։ Շնորհակալ եմ շատ ձեր ակտիվության համար, ձեր այդ նորից անուններ, կարողանք ալիքում եք, սպասեք նոր վիդեոներին։